Բայց կիրակի օրը առավոտյան շատ վաղ կանայք գերեզման եկան, բերելով իրենց պատրաստած խնկերը, նրանց հետ և ուրիշ կանայք։ Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու ողջին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ, այլ հարյավ։ Հիշեցեք, ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր, ասում էր, թե պետք է, որ մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը և վերադարձան ու պատմեցին այս ամենը 11-ին և բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին և չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային, և գնաց, մտքում զարմացած, թե ինչ էր եղել։